Ես այժմ տաղավարում զրուցելու եմ իմ գործընկեր Սեդա Մակարյանի հետ։ Սեդա, վաղ առավոտից հետևում ես ընտրական գործընթացներին, եղել ես մի քանի ընտրատեղամասերում, ինչ էր կատարվում այնտեղ։ Առավոտվանից սկսել են Կերեբունի վարչական շրջանից, հենց դեռ ժամը 8-ը չկար առավոտյան, արդեն ընտրատեղամասերի մոտ մարդիկ շատ էին, շտապել էին գալ ընտրության, ակտիվ է ընտրություն ընթանում, մեր եղած ընտրատեղամասում, մեր նկարահանման պահին արդեն մի քանի տասնյակ մարդ կար, այսինքն ամբողջ գործընթացը ակտիվ է ընթանում, դե խախտումներ ևս նկատել ենք, բայց մինչև մեր տեսախցիկների արձանագրած խախտումներին անցնելը, ես ուզում եմ նշել, որ այս պահին մեր մյուս գործընկերները, ովքեր աշխատում են Նոր Կեսարիայից արձանագրել են մի շարք խախտումներ։ Իդեպ մենք քիչ առաջ դիտել ենք դա կադրերով, մեր հեռուստադիտողը արդեն տեղյակ է ինչի մասին ենք մենք խոսում։ Այո, մոտ 1 ժամ տևած ուղիղ եթերի ընթացքում ամեն ինչ մեր տեսախցիկները արձանագրել են, մասնավորապես վիճաբանություն սկսվել է քվեաթերթիկներից մեկի պատճառով, դրա վրա թանակ է հայտնվել Ուրախ Հայաստան կուսակցության վստահված անձը հորդորել է փոխել քվեաթերթիկը, որից հետո սկսել է վիճաբանություն քաղաքացիական պայմանագրի ներկայացուցչի հետ, փոխադարձ վիրավորանքներ, մեղադրանքներ, այնուհետև ավարտվել են այդ վիճաբանությունը, որից հետո նորից մեր տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են քաղաքացիական պայմանագրի վստահված անձին ուղղորդում քաղաքացիներին, բաց ուղղորդում ում ընտրել։ Հետո նաև Բաքում ընտրատեղամասի մի քանի տղամարդիկ նույն հատվածում երկար ժամանակ նստած են եղել, քաղաքացիները մոտեցել են նրանց ընտրությունից հետո, ասել են պարտքս կատարեցի, ապա հեռացել են, նշեմ, որ այդ տղամարդիկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ են եղել, հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձին մոտենում էին նաև արդեն ընտրատեղամասում ներսում քաղաքացիներ են մոտեցել, ձեռքով փորձել են բարևել, քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը չի բարևել, բայց դրսում արդեն տեսախցիկներից այն կողմ ողջագուրվել են նույն ընտրողների հետ, ապա երբ մեր տեսախցիկները, մեր գործընկերները փորձել են այնտեղ գտնվող տղամարդկանցից հասկանալ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներից ինչ են անում, ինչու են այդքան երկար նույն տեղում սպասում, ում են ուղղորդում, ինչ են ասում եւ ինչ են շարունակում պարտքս կատարեցի, պատասխանել են ուղղակի հովտեղի նստած ենք, ապա հեռացել են տարածքից շենքի հետև, նորից վերադարձել են, մի խոսքով այս ամեն ինչը 1 ժամ եւ ավելի մեր տեսախցիկների ուշադրության կենտրոնում է եղել, մոտավորապես նման մի բան մենք Երևանի թիվ 7 կոտրակ 3 ընտրատեղամասում Բաբաջանյան փողոցի վրա գտնվող մանկապարտեզներից մեկում տեսանք, մեզ ահազանգեցին, որ նորից քաղաքացիական պայմանագրի նախընտրական շտաբի ղեկավարը այնտեղ իր մեքենայով, սեփական մեքենայով, մենք մեքենայի պետհամարանիշներ ենք ֆիքսել, մարդկանց է բերում, տանում, ուղղորդում, նույն տեքստն են ընդ որում ասել, երբ քաղաքացիները դուրս են եկել, մոտեցել են մարդուն, ասել են պարտքս կատարեցի ու այդ քաղաքացիական պայմանագրի շտաբի ղեկավարը ասել է, դե որ կատարեցիր, արի շենքի կլոր պատտվենք, խոսենք, այդպես հեռացել են։ Նա մենակ չի եղել, իր հետ եւս մեկ տղամարդ է եղել, մենք փորձեցինք հասկանալ ով է, իր հետևից գնացինք ընտրատեղամաս, մոտեցանք, տեսանք, որ նույն ընտրատեղամասի նախագահը եւս քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է եւ այս մյուս երիտասարդը մոտեցավ նրան, խնդրեց, որ իրեն բեյջ տան, որովհետեւ ինքը նկատել էր, որ մենք էլ իրեն ենք նկատել, փորձեց գրանցվել, որպեսզի մեր մոտ հարցեր չառաջանան, բայց մոտեցավ քարտուղարուհուն ասաց, ինձ գրանցիր, բայց ես 7-ին եմ գալու, իհարկե չգրանցեց նրա այցը, ասեց, երբ կգաս այդ ժամանակ եք գրանցենք, նա էլ հեռացավ տարածքից, որովհետեւ նկատեց, որ մենք իրեն նկատել ենք։ Այսինքն ըստ քեզ այդ ամենը ուշադրություն շեղելու համար է արել։ Հա, որ ասի, որ ես օրինական եմ այստեղ, բայց ինքը ոչ վստահված անձ է եղել, ոչ մեկ չի, անգամ այդ ընտրատեղամասի ընտրող չէր ինքը։ Ուղղակի ամբողջ ընթացքում երկար ժամանակ տարածքում է եղել, ընտրողների հետ զրուցել է, տարել, բերել է իր մեքենայով էլի։ Մենք այդ ամեն ինչը ֆիքսել ենք տեսախցիկներով։ Ընտրախախտումների մասին թերևս այսքանը, նաև նկատում ենք, որ քանի որ հոսքը շատ է ընտրողների, լինում են, որ մեկ քվեախցիկում 2 հոգի են ընտրում, փորձում են հանձնաժողովի նախագահները, անդամները փորձում են կանխել, հաճախ չի ստացվում, որովհետև ընտրողները շատ լավ չեն տիրապետում ընտրական կարգին, բայց այո, մենք նկատել ենք, որ քվեախցիկներում մեկից ավելի հաճախ հանդիպում են ընտրողներ։
Սեդա դու շփվել ես նաև հանձնաժողովի անդամների եւ դիտորդների հետ, ինչ մտահոգություններ կամ դիտարկումներ են նրանք ներկայացնում։ Երևի նշեցի, որ նշածներիցս մեկը հենց դրա մասն էր, հենց դիտորդներն ու հանձնաժողովի անդամներն են մտահոգվում, որ քաղաքացիները չգիտեն ընտրական կարգը լավ չեն տիրապետում, հիմնականում մեծահասակները եւ միջև կվերահսկեն իրավիճակը, մեկ այլ ընտրող է հայտնվում միաժամանակ այլ ընտրողի հետ քվեախցիկում, կամ որ առողջական խնդիրներ ունեն, գալիս են ընտրության, ընտանիքի անդամների հետ են գալիս, միշտ ընտանիքի անդամները չեն կարող օգնել ընտրության հարցում ու այսպես փոքրիկ կոնֆլիկտ վիճաբանություն է սկսվում հանձնաժողովի անդամների հետ, այլ մտահոգություններ չկան, միայն ասում են էլի, որ շատ է հոսքը, այսինքն շատ ակտիվ են մասնակցում ու եթե համեմատում են 21 թվականին ընտրությունների հետ, իրենց համար բարդ է զուտ միայն մարդկանց քանակի հարցում։ Դու նաև զրուցել ես քաղաքացիների հետ, ինչ տրամադրությամբ էին եկել ընտրության։ Քանի որ շատ քաղաքացիների հետ ենք խոսել ու ամեն մեկ նստի նախընտրած քաղաքական ուժի իր մեկնաբանությունը տվել, միայն բոլորը միաբերան խաղաղություն են ուզում, խաղաղության համար են քվեարկում, բայց արժանապատիվ խաղաղության։ Բոլորը նշում են, որ ուզում են արժանապատիվ խաղաղություն, ուզում են լավ կյանք, ապահով կյանք, ուզում են, որ երկիրը զարգանա ու քվեարկում են հանուն դրա։ Այս ընթացքում որևէ հետաքրքիր ուշագրավ կամ արտասովոր դեպք նկատել եք, որի համաձայն կուզես պատմես մեր հեռուստադիտողին։ Այո, ինձ եւ մեր գործընկերոջը օպերատոր Էդիկին Մալաքյան շփոթել են արտասահմանցի դիտորդների հետ եւ ընտրատեղամասում այդ արտասահմանցի դիտորդը առանց տեղեկացնելու դուրս էր եկել եւ հանձնաժողովի քարտուղարն ասաց՝ «Ուրն այդ արտասահմանցիները ABC-ը ինչ է»։ Մենք նշեցինք, որ մենք արտասահմանցի չենք, մենք տեղական լրատվական ենք եւ այստեղ ենք։ Նաև մեր հեռուստադիտողները առավոտյան 8-ի եթերը դիտելուց տեսել են, որ քո անձնագիրը 9 անգամ չի անցել, 8 անգամ չի անցել, 9-րդ անգամ անցել է։ Մաղթենք մեր հեռուստադիտողներին, որպեսզի համբերատար լինեն։ Այդ առումով խնդիր կա, որովհետև ID քարտերն ավելի հեշտ են անցնում, քան կենսաչափական անձնագրերը։ Ուղղակի ինձ թվում է որակի անձնագրի որակի խնդիրը, մենք ֆիքսել ենք նաև, որ այո, կենսաչափականները մի փոքր միայնումը չէ, էլի քաղաքացիներ կային, որ բարդ կարողացան այդ փուլը հաղթահարել։ Սեդա այլ ավելացնելու բան ունես։ Թերևս ոչ, հույս ունենանք, որ լավ կավարտվի օրը, որովհետև ծանրաբեռնված են բոլորը եւ լարված են բոլորը, մաղթենք, որ մեր երկիրը ճիշտ ընտրություն կատարի։ Շնորհակալ եմ Սեդա, շնորհակալ եմ օպերատիվ տեղեկությունների համար, զգույշ եղիր։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի իմ գործընկեր Սեդա Մակարյանի հետ։